Այսօր խոսելու ենք սրատուտի մասին, որը առաջացնում է էնտերոբիոզ հիվանդությունը։ Այս հիվանդությունը բնորոշվում է նրանով, որ սա մարդու ամենավարակիչ, ամենակոնտագիոզ հելմինտն է։ Նրա ամենաբնորոշ նշանը էնտերոբիոզի ժամանակ դա խիստ արտահայտված պերիանալ շրջանի քորն է եւ արտահայտվում է նաեւ էնտերոբիոզի իր կլինիկայում աղիքային խանգարումներով։ Սրատուտի երկարությունը 9-ից 12 մմ է։ Այն ապրում է բարակ աղու վերջնամասում, հաստ աղիքի սկզբնամասում եւ մեր ուղիղ աղիքի ելունում եւ դրանով է պայմանավորված, որ հաճախ երեխաների մոտ ապենդիցիտը, այսինքն որդանման ելունի բորբոքումը կապված է լինում հենց սրատուտերի առկայության հետ։ Կխնդրեմ ասեք, թե որն է այս պարազիտով վարակի աղբյուրը, ինչպես է հնարավոր վարակվել։ Այս պարազիտի դեպքում վարակի միակ աղբյուրը հանդիսանում է մարդը։ Այսինքն սա այն դեպքն է, երբ մարդը մարդուց համարվում է վարակիչ։ Կխնդրեմ նաև ասեք, թե ինչպես է արտահայտվում այս պարազիտը մեր օրգանիզմում։ Նշեմ, որ ձվադրումը կատարվում է գիշերվա ժամերին, հենց քորը դրանով էլ հենց բնութագրվում է գիշերվա ժամերի պերիանալ շրջանում եւ շեքի շրջանում։ Դրանք արտադրում են հատուկ նյութ, որով կպչում են մաշկին եւ իրեն շարժման ընթացքում նրանք թողնում են ուժեղ քորի զգացողություն, որով բացատրում է այդ անտանելի քորը, որ ոչ միայն լինում է գիշերը, նաև քնի ժամանակ այդ անտանելի քորը խանգարում է անհատին եւ քորելով արդեն նույնիսկ ենթագիտակցաբար երբ որ քորում են այդ հարուցիչները, ձվիկները անցնում են եղունգների տակ եւ նորից, եթե երեխա մատերը կրծոտում է, եթե մատերը տանում է բերանը, նորից երեխան ինքը իրենից կարող է վարակվել, այ վտանգավորությունը կանում է դրանում։ Անդրադառնանք հենց բուժմանը, սակայն մինչ բուժումը ինչպես է իրականացվում ախտորոշումը էնտերոբիոզի պարագայում եւ ինչ փուլով է իրականացվում բուժումը։ Էնտերոբիոզի ախտորոշումը շատ պարզ մեթոդով է կատարվում է կղանքի մեջ սրատուտի հայտնաբերման միջոցով եւ նաեւ կատարվում է պերիանալ շրջանի քերուկի անալիզ, որը շատ պարզ անմիջապես միկրոսկոպի տակ բժշկուհին լաբորատորիայի բժշկուհին արդեն նայում է եւ պատասխանը տրվում է։ Եթե անգամ առաջին պորցիայի մեջ ինքը չի հայտնաբերվել, դա չի նշանակում, որ իր առկայությունը չկա, որովհետեւ կարող ուղղակի այդ Պորցիայում ինքը չի հայտնաբերվել, երկրորդ, երրորդ անգամ նույնպես հանձնում եք, եթե անգամ չի էլ հայտնաբերվում, արդեն խիստ արտահայտված կլինիկան կա, կարելի է արդեն բուժում նշանակել, պարտադիր։ Շատ հաճախ մարդիկ դիմում են ինքնաբուժության պարազիտներից ազատվելու պարագայում։ Այս դեպքում կարելի է ինչ-որ քայլեր ձեռնարկել առանց բժշկին դիմելու եւ առանց հստակ իմանալու ինչ է կարելի։ Ուրեմն ես եւս մեկ անգամ նշեմ, որ ինքնաբուժությամբ չի կարելի զբաղվել, որովհետեւ այստեղ շատ հանգամանքներ կա, որ պիտի մենք կարողանանք քննարկել եւ ծնողի հետ եւ բացատրել ինչ ձևով ազատվել այդ սրատուտից։